Բեռնափոխադրող կազմակերպություն ենք, Էլասկո Էքսպրես, հենց հիմա մեր մեքենան վրացական տամոժնյա հիմա, Թիֆլիսի, ասում են, որ պետքա բան արվի, հենց տամոժնյան սահմանակետում իրան արդեն ասել են, որ ձեր հարցը լուրջ է, մեր վարորդին, չեմ մանում, վարորդին ասել են, ձեր հարցը լուրջ է, եթե կոնյակով եք, ուրեմն ձեր հարցը լուրջ է, ու հաջորդ օրը տարել են բան, տամոժնյա, իրանց գեզի տամոժնյա Թիֆլիսի, մինչև այսօր դեռ փորձանմուշ չեն վերցրել։ Ինչի համար է լուրջ, ինչով։ Ասում են պետքա էքսպերտիզա անենք, տեսնենք ձեր կոնյակի որակը որն է, բայց մենք ասենք չենք հասկանում տրանզիտ երկրում մեր կոնյակի որակը իրանց ինչին է հետաքրքրում, մանավանդ եթե անցակետում իրանց կնիքն են կախում, որ այդ մեքենան ոչ բեռնաթափվի, ոչ բեռնավորվի մինչև մյուս անցակետ։ Այստեղում փորձել է ձեր աշխատակիցը պարզաբանում ստանալ, թե օրինակ երկիրը որքանով է։ Ես ձեզ ասեմ, հիմա իրանց մոտ մի քիչ լեզվական նաև խնդիր է կա, որ շատ-շատերը չեն խոսում։ Մեր վարորդը կարողացել է այս 5 շաբթի ուրբաթ շաբաթ կիրակի 2 շաբթի, այս 5 օրվա մեջ կարողացել է պարզապես պարզ իր թղթերը ու մոտ է։ Ոչ մեկ իր արդեն չի պատասխանում։ Թղթերը որտեղ են գտնում։ Տամոժնյայում ես ինչ որ չեմ կարող ասեմ, որ ծառայության մոտ է, բայց գնացեք գտել է, լավ է։ Հայաստանի կառավարությանը դիմել եք։ Մենք դիմենք Հայաստանի կառավարությանը, որին նախարարությունը։ Դե այն օրը անցած քարորիային էր, որ էկոնոմիկայի նախարարը խոսում էր, ես լսում էի, որ փայլատի տեղների բաների հարցերի լուծված է արդեն, կոնյակը դեռևս չէ։ Իբր ընթացքի մեջ է, ես չեմ կարող ձեր հարցերը ցույց տալ։ Պայմաններ կան այնտեղ վարորդների համար, օրինակ եթե մեքենան կանգնեցնում է, վարորդը բնականաբար պետք է այնտեղ։ Դե մեքենայի մեջ մնում է վարորդը, ոչ Սնվելու կամ սնվել է իր հաշվին, այսինքն բեռնափոխադրողի հաշվին է։ Որապահքի մեքենայի համար Ես նոր մեր վարորդի հետ չեմ խոսել դեռ, պետք է իրանից այսօր փորձանմուշ վերցնեին, մեր մեքենայից։ Բայց այնտեղ մեր վարորդի ասելով կանգնած է մոտորապես 30-ից ավել մեքենա։ Մեր հայկական գինիներով, կոնյակներով։ Կայանատեղի համար գումար վերցնի։ Ես դա չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ, որովհետև այդ տամոժնյան հիմա չգիտեմ իրանց մոտ ինչպես է էլի։ Ռուսական կողմը օրինակ եթե վերցնում է, ամբողջը մնում է բեռնափոխադրողի վրա այդ վճարումները իրանց մոտ վճարովի է, դեստեղ երևի չէ։ Վստահ չեմ։ Որ հատուկ դիտավորության փորձում են ինչ-որ խոչընդոտել, թե ուղղակի օրենքով ընդհանրապես։ Չեմ կարող ձեր հարցին պատասխանեմ, իրանց ներկայացնելով ընդհանրակարգ։ Դուք առաջին մեքենան է, որ ուղարկել եք, արդեն մի քանի մեքենա կանգնացած։ Չէ, մեր ֆիրմայից առաջինն է, բայց այնտեղ ասում վարորդը շփվել է, այս քանի օրվա մեջ 30-ից ավել մեքենա է։ Երբ են կանգնեցել։ Անցած 5 շաբթի օրվանից։